Արև ձեզ արգելի հայրենագիցներ, նորից ես եմ, ուրեմն և նորից Խրիմյան Հայրիկ փողոցն է Գյումրու, ուրեմն ես երեկ ֆիքսեցի, դուք տեսաք, որ այս ծառերը մորտոտված են, այդպես ասենք, և ես նշում էի, որ այդ գյադի անունը, այդպես ասած, որին ես կասկածում եմ, Հայկ է։ Շնորհակալ եմ այն քաղաքացիներին, ովքեր որ ինձ ճիշտ ինֆորմացիա տվեցին, Հայկ չէ այդ լագոդի անունը, այլ Էջիգի Էդգարը ինչ է, այս սպիտակ տունը իրենն է, նայեք ծառերի վիճակին, ուրեմն մինչև անգամ ԱԱԾ եմ դիմել, որպեսզի այս պատկերը ուրեմն պարզվի թե ում ձեռքի գործն է, խնդրեմ տեսեք, ուրեմն կրկնում եմ դրա անունը Էջիկ է, ասեցին որ Դոդի Գագոյի Սանիգն է ինչ որ, զբաղվում է այս Բադալյան գրուպը ինչ է, տնայեք, այս ցեմենտի մեքենաները բոլորը դրանն են, ասում են որ ինքն է զբաղվում ցեմենտի ներկրմամբ գործնեությամբ, այդ ուռոդը, նայեք, Բադալյան գրուպան, մեքենաներին նայեք, նաև Փեդի վաճառքով է, լսեք, լսեք, Փեդի վաճառքով է զբաղվում, նաև այս տարածքում, և այս բենզինալցակայանը ստեղ ինչի հիման վրա է գործում, նայեք, մայթին կից, դա էլ հայտնի չէ, ուրեմն դա ճշտվեց, որ անտեսեք մեքենայի վրա գրված է Բադալյան գրուպ, այստեղ է փաստորեն այդ առուծախը, բոլոր մեքենաների համարները նույնն են, 030 O05 031 05 05 ZZ 030, այս համարներն են, սա այստեղ այդ գործնեությամբ է զբաղվում, այդ Դոդի Գագոյի Սանիգը ասացին, որ այդ Էդգարն է, Էջիգ Էդգարը էդո է, այս տանտերն է, շատ արագ ստեղ կառուցեց այդ տունը, դա, շատ արագ, ու ծառերի հախից նայեք ոնց է եկել, ուրիշ մարդ ստեղ շահագրգռվածություն չունի, դա իմ կասկածն է, հա ես էլ էր ինքը անցյալ անգամ կտրել, ուրիշ մարդ շահագրգռվածություն չունի դա անելու, դա արել է ինքը, և ես այո հիշեցի, որ ոչ թե 19-20 թվականներին է, ավելի ուշ է, 22 թիվն էր, որովհետև այդ վանն էր, Տադախաս Շիրակի մարզ, այդ Էշկուգոն Գուրգեն Գրիգորյանը, որին փոխարինեց Չիչոյանը։ Իսկ դա ժամկետով դա է լինում, ահա տեսեք, աբագանած ծառերը, սրա արադավոր գործնեությունը, սրա տարածքը, տեսեք ստեղ ինքը նաև փայդ է վաճառում և երևի բերել է ստեղ այդ վաճառքն է իրականացրել։ ԱԱԾ, պարոն Աբազյան, Կամո Ներսիսյան, Շիրակի մարզայինի պետ, Տադախաս Չիչոյան ես ինչ ես, ներքին գործեր և այլ, այդ Կարեն Գևորգյան ես ինչ ես, այլ լամուկ, խզիկ, դե զբաղվեք, ստեղ բոլորը գիտեն, ուրեմն տարածքը էս, տեսեք, 24 ժամ է աշխատում, այս բենզինալցակայանը, 24 ժամ, կողքը Թուրվանդ խանութն է, որը ունի կամերաներ, ստեղ ինքան հեշտ է տեսնել, թե ով է այս ծառերի հախից եկել և ամենայն հավանականությամբ մինչև վերջ շարունակելու է գալ, եթե մենք պատշաճ արձագանք չտանք։ Ընդհանրապես այս բենզինալցակայանի տարածքը նայեք, սա նախկին գործարանի տարածք է, տրիկոտաժի, հլնդեղ խորքին նայեք տարածքի, ընդեղ էլ է, խնդրեմ տեսեք, ոնց է, ով է թույլ տվել ստեղ բենզինալցակայան շահագործել բնակելի տան շենքերի հարևանությամբ, խնդրեմ տեսեք, սրան ևս ես անդրադառնալու եմ, հերթականությամբ բոլորին, ուրեմն ճշտեցինք, որ իմ կասկածը, իմ ենթադրությունը նա է, որ այս ծառերի հախից եկել է այս տան բնակիչը, որը 20-22 թվականին ևս ստեղ ես ծառերի հախից գալիս էր և ես տեսա դա գիշերով նկարեցի և ես կասկած ունեմ, որ շարունակությունը արել է ինքը։ Ճշտեցի, որ անունը Էջիգ Էդգարը էդո է չգիտեմ, բայց Հայկ չէ, ճշտեցի նաև, որ այս տարածքը ցեմենտի վաճառքի իրենն է, այս մեքենաները, ինքն է ստեղ բերում,
նաև փայտ է վաճառում, ինչպես նաև ճշտեցի, դե մարդիկ են ասում, քաղաքը փոքր է, հա, դեպս ծառնել է ինքը ապագան են, տեսեք, ընդրովի վերաբերմունք է, էլի, որ նոր իր օբյեկտի հետ կապ առնչություն ունի, այդ էլ է, ստեղ չէ, կեր է ծառի գլուխը, հա, եւ վերջինը, որ ասեցի, որ փաստորեն Տոդիկագոյի ասեցին, մարդիկ քաղաքը փոքր է, բոլորը բոլորին գիտեն, Տոդիկագոյի ինչ-որ սանի գնեն, որով եւ թռնում է։ Այս կան ուզեցած ես տեղեկացնել, դեռևս ոստիկանությունից ինձ որևէ մեկը չի ահազանգել, ինձ հետ կապի դուրս չեն եկել երեկվա, այդ հաղորդման հետ կապված, որ ես տվեցի հրապարակայինը, սպասենք տեսենք, ընդ որում տեսեք էլի կամայականորեն, ինքդ պես ուզում, պես անում է։ Այսքան ուզեց ասել, փաստորեն ամեն ինչ շնորհակալ եմ քաղաքացիներին, ովքեր որ ինձ արագ Երեգոյան եւ այսօր առավոտյան իրազեկեցին սրա ով լինելը, հայրն են ինչ-որ Արտուր։ Մի խոսքով, սա է սրա պատկերը, քաղաքը ինչպես եղել է բարդակ հագաօրինականություն, այդպես էլ շարունակվում է, այս ամեն ինչ էստեղ, մարզը չունի դատախազ, հաստացի չունի ԱԱԾ տնօրեն, մարզում չկա այդ կառույցը, չկա, ընդհանրապես ոստիկանության մասին խոսք լինել չի կարող, մենք ենք բացահայտում տնում տեմերը, իրանք էլ հախնառում են, գործերը փակում են։ Խնդրեմ, պատկերել, այս պիտի լինի, էլի եմ ահազանգ ստացել Մանուշյան փողոցից, որ ընդեղել են ապօրինի ծառները հատել, հա սրա վերջը ինչ։ Այսինքն մենք տարել ենք այս բանը անգրագետ բդեշխ դարձած ոչխարների, հենց ոչխար խոդակերների բանը, հա գերի, չի լինելու այդպես։ Անդրադարձել եմ եւ մինչեւ վերջ անդրադառնալու եմ։ Հատուկ անդրադառնալու եմ նաեւ այս բանին։ Այդեպ այս գազերի լցակայանին։ Հələ նայեք, այնտեղ կանգնած է 3 բանից է այս մեքենան կանգնած, այդ 05 SO003-ան, տեսեք։ Չգիտեմ երևում է, թե չէ։ Ահա, այս աշխատողներն էլ են այս տարածքում, այսինքն այդ էյագը, դեյցի գեդոյին զիբիլ է, այս բենզալցակայանի հետ, գազալցակայանի հետ կապ ունի։ Եվ ով է թույլ տվել կրկնում եմ, այս գազալցակայանը ստեղ, դիմացը շենք, կողքերը շենքեր, նայեք, մենք էլ ստեղից անցնում դառնում ենք, ով է թույլ տվել այս ամեն ինչը, սրա եւս անդրադառնալ է։ Այս կան հարգելի ժողովուրդ։